Մեզ և ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Մեզ և ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Մեզ և ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց Սիրելի հավատացյալ ժողովուրդ, այսօր հինանց 5-րդ կիրակին է Եվ այսօր խաչի տոն է, ինչպես որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ իր տեսիլքի մեջ տեսավ, որ խաչ և խաչին փարված ամպ, այսինքն տերունական Սուրբ խաչին փարվածքը աստվածային զորություն, Հավիտյանս Հավիտենից, և այսօրվա տոնակատարությունը հատկապես հետաքրքիր է, որովհետև խաչի տոնը հարության տոնի հետ ենք կատարում։ Չէ որ հինանց շրջանի մեջ ենք, Քրիստոսի հարության օրերն են, 40 օր մինչև համբարձումը կտոնակատարենք, դրա համար գիտեք ամեն օր իրար այդպես ենք ողջունում Քրիստոս հարյավի մեռելոց և ասում ենք օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Եվ ահա այս 40 օրը կեզրափակվի համբարձման տոնակատարության, որ այս տարի մայիսի 29-ին է։ Եվ այսօր 5-րդ կիրակին է, այս հինանց 40 օր այս շրջանի 5-րդ կիրակին է, և այսօր տոնակատարում ենք երևումն Սուրբ խաչի տոնը։ Ընդհանրապես իմացեք, սիրելի հավատացյալ ժողովուրդ, որ տարվա մեջ մենք խաչի 4 տոներ ունենք։ Մեր Սուրբ վարդապետներն ասում են, ոնց է, որ խաչը 4 թևեր ունի, այդպես էլ մենք տարվա ընթացքում 4 տոներ ունենք։ Եվ հետաքրքիր է, որ 3 տոնակատարությունները հատկապես վերաբերվում են խաչափայտին, ֆիզիկական իմաստով նաև, խաչափայտին։ Որովհետև գիտեք, ամենամեծ տոնը վերածումը Սուրբ խաչն է, կամ ժողովրդի խոսքով, որ ասում ենք սփխեչ, Սուրբ խաչ։ Սա տաղավար տոն է, խաչի բարձրացումն էր, որ Երուսաղեմում Քրիստոսի խաչապայտը բարձրացվեց իտես ժողովրդի և քրիստոնյա ժողովուրդը երկրպագեցին Քրիստոսի հաղթական խաչին։ Գյուտ խաչ այդ խաչի գտնվելու տոնն էր, որ հեղինե Թագուհին առաջին անգամ 200 տարիների ընթացքին առաքյալներից հետո գտավ խաչը Գողգոթա բլուրի ստորոտից և այս տոնը կոչվում է գյուտ խաչ։ Երրորդ տոնը Հայաստանում կատարված դեպք է Վարագա Սուրբ խաչ, որտեղ խաչափայտի մի փոքրիկ կտոր Սուրբ Հռիփսի մեկույսը բերել էր և Վարագա լեռան մեջ և լեռան ստորոտում ամփոփել էր իր հետ, և այն կտորը 200-300 տարի հետո հայտնվեց, սա էլ հենց Վարագա Սուրբ խաչի տոնն է, ուրեմն 3 տոները խաչափայտի տոնակատարություններ են։ 4-րդ տոնը, սիրելի հավատացյալ ժողովուրդ, խաչափայտի հետ կապ չունի, այլ խաչի խորհրդի հետ կապ ունի, որովհետև խաչափայտը ներկայացրեց խաչի խորհուրդը։ Իսկ Քրիստոս ավետարանի մեջ ասեց. Իմ երկրորդ գալուստից առաջ մարդու որդու նշանը պիտի երևա երկնքում։ Հենց այս նշանի մի անգամ երևալու դեպքն ենք տոնակատարում։ Գիտեք, սա մի դեպք էր, որ կատարվեց մի օր, հեռավոր 351 թվականին, այսինքն հայոց քրիստոնեացումից 50 տարի հետո։ Այս դեպքը կատարվեց Երուսաղեմում։ Եվ Երուսաղեմում, գիտեք, 351 թիվը Նիկիա տիեզերաժողովից 26 տարի հետո էր։ Իսկ Նիկիա տիեզերաժողովին առաջին անգամ քննարկվեց և դատապարտվեց արիոսականությունը, որտեղ Քրիստոսի աստվածությունն էր նա ուրանում, բայց առաջիկա այդ 50-60 տարին համաշխարհային եկեղեցին, այսինքն Քրիստոսի հիմնած տիեզերական եկեղեցին մեծ փոթորիկների մեջ էր, որտեղ այն քարոզչամեքենան, որը ուրանում էր Քրիստոսի աստվածությունը, հետևաբար խաչի խորհուրդն էր նսեմացվում այստեղ։ Չէ որ խաչը աստվածային զոհասեղանն էր, որտեղ Աստծու որդին խաչվեց, և քանի որ արարիչն էր, Աստծու որդին մարդացել, և խաչն էր բարձրացել, հետևաբար նրա արյունը սրբագործեց խաչին։
եւ մահապատժի նշանին կյանքի նշանի վերածեց։ Դրա համար չոր խաչապայտը բողբոջեց։ Հայրս ենք առաջին անգամ մեր սուրբ հայրերն են այսպես բողբոջած, պատկերել եւ պատկերացրել, որտեղ մահվան նշանը այլևս վերածվեց կյանք տվող կենաց ծառի։ Եվ դրախտի կենաց ծառից կախված էր պտուղը, Քրիստոսի մարմնի արյան հաղորդությունը։ Այն որ հիմա էլ մենք կիրակի պատրակին քիչ հետո կճաշակենք կենաց ծառի պտուղը, Հիսուսի մարմնի արյան սուրբ հաղորդությունը։ Հետևաբար վերափոխվեց մահապատժի գործիք խաչը եւ դարձավ փրկության ու հաղթության նշախաչ, բողբոջած ու կյանք տվող նշախաչ։ Ուստի 351 թվականին այս խորհուրդը նսեմացվում էր Քրիստոսի աստվածության ուրացման հետ միաժամանակ եւ թերևս աստվածային նախախնամությամբ էր, գիտեք, ընդհանրապես խաչին թշնամի են բոլոր շեղված մարդիկ։ Պողոս առաքյալը արդեն առաքյալների ժամանակից ինքը ասում է, ես ողբում եմ, դուք ընթանում եք որպես թշնամիներ Քրիստոսի խաչին։ Իսկ ինքը ասում էր, ես պարծենում եմ Քրիստոսի խաչով։ Տեսեք առաքյալների եւ մնացածների մտածողությունը, ուստի առաքյալների մտածողությունը այսպես վերաճեց փաստորեն խաչի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի, որտեղ խաչը հասարակ նշան չէր եւ Քրիստոսի խաչապայտը հասարակիր չէր, այլ դա աստվածային զոհասեղանն էր, որի վրա զոհագործվել էր Աստվածորդին եւ նրա արյամբ օծված ու սրբագործված էր եւ նրա թևերի փռումով խաչի անքակտելիորեն խաչին միացել էր աստվածային շնորհը, անբաժանելիորեն, այլևս երբեք չի բաժանվելու, մինչև Քրիստոսի երկրորդ գալուստ, որովհետև Տեր այս հաղթանակի նշանը տվեց։ Ուստի Երուսաղեմում 351 թվականին 6 ժամ, ոչ թե աղոտ կամ մեկի աչքին, երկուսի աչքին երևաց, այլ հայտնի ֆիզիկապես երևաց մի հզոր խաչի նշան, որ ամբողջ երկնակամարը բռնեց։ Եվ 6 ժամ շարունակ խաչի ահազդու հրեխեն տեսիլքը երկնքից հովանի էր ամբողջ քաղաքին։ Եվ ասում է ոչ միայն հավատացյալները տեսան, այլ նաև տեսան անաստվածները, հեթանոսները, ասու թշնամիները, հրեաները, բոլորը տեսան։ 6 ժամ շարունակ խաչը հրեխեն եւ լուսեղեն կախված Երուսաղեմի ամբողջ երկնակամարով եւ գիտեք մի մեծ շարժ առաջացավ։ Հազարավոր մարդիկ սկսեցին մկրտվել ու քրիստոնյաներ դառնալ։ Եվ այդ մկրտության ավազանը, որտեղ այդ հազարավոր մարդիկ գյուրեղ Երուսաղեմի հայրապետի ժամանակ մկրտվեցին, մինչև այժմ կա եւ հայոց Սրբոց Հակոբյանց վանքի մեջ է։ Եվ ուխտավորներից ցուցադրվում եւ մենք երկրպագում ենք Տիրոջ հրաշքին եւ Տիրոջ զորությանը եւ Տիրոջը։ Եվ այնտեղ մկրտվեցին ու քրիստոնյաներ դարձան եւ ահա այս դեպքներ, այդ մեծ իրարանցում ամբողջ աշխարհով մեկ տեղեկությունը սփռվեց եւ որպեսի ստույգ լիներ գյուրեղ Երուսաղեմի հայրապետ այն ժամանակվա մի նամակ գրեց Հռոմի կայսրին եւ մանրակրկիտ ներկայացրեց կարճի եւ հստակ, ինչ որ կատարվել էր այդ օրը Երուսաղեմում։ Եվ ահա սա հաստատվեց իբրև քրիստոնյաների տոնակատարություն, եւ դրա համար մենք ամեն տարի հարության տոների մեջ Զատկից հետո մինչև Համբարձում 5-րդ կիրակին տոնակատարում ենք Երևումը Սուրբ խաչի։ Ձեր գլխավերևում ամպերի միջից մի խաչ է երևում սրբապատկերի մեջ, երբ որ ուշադիր նայեք։ Տեսեք, այստեղ կա Գողգոթա բլուրի վրա խաչ, այնտեղ կա Գողգոթա բլուրի վրա խաչ, բայց այս խաչը երկնքից եւ ամպերի միջից է երևում, որտեղ Գողգոթայի բլուրի վրա եղող խաչից կախված էր Քրիստոս եւ կենաց պտուղը տվեց որպես փրկություն մարդկանց։ Իսկ այն երկնքից երևացող խաչը նա պիտի ուղեկցի Աստվածորդու երկրորդ գալստյանը, նա խաչը պիտի երևա մարդու որդու նշանը երկնակամարի մեջ եւ այնուհետեւ պիտի երևա
Աստծո որդին։ Հետաքրքիր է, որ աղանդավորները այդպես պայքարում են խաչի նշանի դեմ եւ աշխատում են, որ խաչի տեղ ձուկը ներկայացնեն։ Չնայած գիտեք, ձուկն էլ մեր խորհրդանիշներից մեկն է, որովհետեւ առաջին դարերում Իղտիուս Հիսուս Քրիստոս թագավոր հрьяաների ուրեմն այսպես էր հապավում կարծես լիներ ձուկ բառը հունարենով, դրա համար ձուկ էին որոշ տեղեր նկարում, բայց հասկանալի է, որ երբ որ նայում ենք ամբողջ մարդկության պատմությունը, Տեր Հիսուս Քրիստոսի նշանը միանշանակ խաչն է։ Դրա համար անցյալ օրը տեսա մի մեքենա, ընդհանրապես աղանդավորներ իրենց մեքենայի վրա փակցում են ձուկ ձկան նշան, բայց այդ մեքենայի վրա ձկան նշան էր, աչքի տեղն էլ մի հատ խաչ էր։ Ի վերջո իրենք էլ են հասկացել, որ մեկը խաչն է Աստծո որդու նշանը, Հիսուս Քրիստոսի նշանը, այո, խաչը ատում են հрьяաները, հիմա էլ են ատում, դիվահարվում է խաչ տեսնելիս, ատում են մուսուլմանները, հիմա էլ են ատում մուսուլմանները, ատում են աղանդավորները բոլոր, այո, հիմա էլ են ատում, իսկ մենք համբուրում ենք եւ երկրպագում ենք Քրիստոսի հաղթական նշանին, որովհետեւ խաչի վրա աստվածային հայտնություն կատարվեց, Աստծո որդին մեր մեղքերի պարտամուրակը պատռելով գամեց խաչին ու մեզ ազատագրեց մեղքի դատապարտությունից, որովհետեւ գիտեք, Աստված արդար է, քո ամբողջ կյանքի ընթացքում ինչ մեղք գործել ես, ամեն մի փոքրից մինչև մեծ մեղքերը բոլորի համար պիտի պատուհասի եւ պիտի պատժի, ամեն մի գործի, ամեն մի խոսքի եւ ամեն մի մտքի, ինչ որ մեղք ա եղել։ Դրա համար երբ որ այսպես մտածում ես, ահեղ դատաստանից ոչ ոք չի կարող բրցնել։ Դրա համար Աստծո որդին երկնքից երկիր իջավ եւ մեր իր հետևորդ ու իրեն սիրելի զավակների մեղքերի պարտամուրակը պատրեց եւ գամեց խաչապայտին ու ինքը կախված, դրա համար սատանային ծառամարտիկ ասում են, դե ի՞նչ է այդ խաչից, եթե ուժ ունես, քեզ փրկի, բայց նրանց միտքը կուրացած էր, նրանք չէին հասկանում, որ ոչ թե ուրիշ հնարք չուներ, դրա համար խեղճ մարդուն սպանեցին, ոչ, հիշեք, երբ որ Հիսուս քայլում էր դեպի խաչ, արդեն ձաղկված, ծեծված, առնաշաղախ, Երուսաղեմի կանայք լաց էին լինում Հիսուսի վրա, եւ Հիսուս պատտվեց այդ վիճակին, արունոտված, գնում է խաչ, մահապատժի է ենթարկվում, պատտվեց ասեց գնացեք, լացեք ձեր ու ձեր զավակների վրա, ին վրա լաց մի եղեք, դեպ նրանք չգիտեն, որ Աստծո որդին սխրագործելով փրկությունը բերում ամբողջ մարդկությանը, որ այդ տանջանքներն ու տառապանքները պատասխանն են իր հետևորդ, իր սիրելի զավակների, որ այդ մեղքերը պիտի լվացվեր այդ արյան, ուստի խաչից եթե իջներ, փրկություն չէր կատարվի աշխարհում, իսկ նա երկնքից երկիր էր իջել, անունն էլ հրեշտակը հրամայել էր, որ Հիսուս կդնեք, Աստծո որդին էր մարդացողը, փրկիչ, Հիսուս նշանակում է փրկիչ, դրա համար փրկիչ էր իր անունը, եւ ինքը գնում էր խաչի վրա մարդկանց մեղքերից փրկելու, ազատագրելու, սատանային դատապարտելու, մեր մեղքերի պարտամուրակը պատռելու եւ խաչին գամելու, ուստի խաչին երբ որ նա կախված էր, դե եթե ուժ ունես իջիր, գնացեք, պիղծեր, դուք Աստծո ծրագրերը չեք հասկանում, Աստված գիտի ինչ է անում, դրա համար սիրելի հավատացյալ ժողովուրդ, տվեց մեզ փրկությունը Հիսուս, անմահ Հիսուսի համար թաղում կատարվեց, բայց նա երրորդ օրը գերեզմանից հարություն առավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս Քրիստոս հարյավի մեռելոց, եւ ինքը խոստացել է շուտով կհայտնվի երկրորդ անգամ, առաջին անգամ եկավ փրկելու համար, երկրորդ անգամ կգա դատելու համար, եւ երբ որ ինքը երկրորդ անգամ կգա իրենից առաջին խաչի նշանը երկնքում կերևա, ինչպես փայլակը կխփի արևելքից մինչև արևմուտք, եւ մարդու որդի նշանը երկնքից կերևա, եւ Հիսուս երկրորդ անգամ աշխարհ կգա, բոլոր մեռելները հարություն կառնեն, կվերափոխվեն ամբողջ մարդիկ, ովքեր ապրում են երկրագնդի վրա, եւ կսկսվի ահեղ դատաստան։
Գիտեք, սրանք աստվածային հայտնություններ են, խոստումներ։ Չասեք Տեր հայրին, ապացուցի Տեր հայր, որ Քրիստոս երկրորդ անգամ կգա։ Տեր հայրը ոնց ապացուցի, խոստում է։ Կգա, կապացուցվի։ Մենք որ ինչ-որ մեկին ասում ենք կգամ, այսօր մենք ուխտավորներ ունեցանք, իրենք ասեցին կգանք Տեր հայր պատարակի։ Տեսար եկան։ Բայց մինչև գալը իրենց բերող սասուն դեպին եկավ, ասեց չկան Տեր հայր։ Ասեցին մենք ուրիշ մեքենայով կգանք։ Ես են ասի լավ սա, ու ես մտածեցի կարող է մարդես չգան, այնքան մարդիկ են ասել կգանք ու չեն եկել, չէ խոստումը չեն պահել։ Այսինքն մենք ոչ մեկի խոստումը չենք կարող ապացուցել, քանի իրենք չապացուցեն իրենց խոստումը, մեզ մնում է կամ վստահել կամ չվստահել։ Անկեղծ ասած ես վստահում եմ, մտածում եմ լուրջ մարդիկ են, ասեցին կգան ուրեմն կգան, խնդիր չկա, այս մի մեծ բան չի։ Հիմա դրանից առավել Աստծու որդին ինք խոստացել է, որ երկրորդ անգամ կգա։ Ով Հիսուսը, մեր փրկիչը, մեր կյանքի ուղեկիցը, նեղության օրը մեզ պատասպարողը, մեր ամեն գործերի մեջ մեզ առաջնորդողն ու մխիթարողը, մեզ զորացրողը, մեր կյանքը պահողը, մեզ ամեն ինչը տվողը։ Երբ որ սկսում ես մտքիդ մեջ հաշվարկել, թե ինչքան բան է Տերը տվել մեզ, Հովհաննես Թումանյանի մեջ ասում, Հովհաննես Թումանյանի պես ասում է, երբ զարմանում եմ, թե ով Շռայել, ինչքան շատ ես տվել ինձ, ինչքան դեռ ես քեզ պիտի տամ, որ միանանք մենք նորից, մենք պարտք ենք ասում, Աստված ամեն ինչ է մեզ տվել, իսկ մեր մատը փուշ մտնի, վայ, կնվնվանք, չեղավ այդպես, չեղավ։ Ուրեմն մեր Տերը խոստացել է, որ շուտով կհայտնվի եւ ինքը Տերն է իր խոստման, ես հավատում եմ եւ քարոզում եմ իր սրբազան խոստումը, դուք էլ հավատացեք, քննեք, փնտրեք, հավատացեք, գտեք եւ դուք եք քարոզեք, որտեղ դա մի աստվածային ճշմարտություն է, որ Աստվածի ինքն է հայտնել եւ ինքը Տերը իր խոստումներին, ու իր բոլոր խոստումները կատարվել են եւ կկատարվեն մինչեւ երկրորդ գալուստ։ Մնացածը արդեն Տիրոջ գործն է։ Հրեաներից ոչ ոք չգիտեին, որ Մեսիան պիտի խաչի վրա մեռներ եւ կուրացան։ Իրենք իրենց մտքի մեջ ուրիշ Մեսիա էին նկարում, պետք չի նկարչությամբ զբաղվել մտքի մեջ, պետք է Աստծո խոսքը ճիշտ հասկանալ։ Մեր կյանքի մեջ պետք չի, որ մենք մեր պստիկ պատկերացումների մեջ սահմանափակենք Աստվածային հավերժությունը, չի սահմանափակվի։ Դա անիմաստ գործ է։ Ուստի մենք իր ծառան ենք եւ ասում ենք Տեր, դու գիտես, փառք քեզ Տեր։ Իմ հոգու փրկության համար ինչը բարին է հենել ինձ դուր։ Ոնց կուզես, ինչ կուզես, նեղություն կուզես, փառք ես Աստված։ Լենություն կտաս, փառք ես Աստված, մենակ քո շնորհից ինձ չզրկես երբեք, որտեղ դու իմ Տերն ես ու իմ Աստվածն ես։ Մեզ եւ ձեզ մեծ ավետից Քրիստոս հարյավի մեռելոց։ Օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Եվ դուր մեզ համար